Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա հիմնական թեմաներն են։ Տեսանյութում ինքն է, թե ինքը չէ, եպիսկոպոսներին երկու մասի բաժանած ինտիմ տեսանյութի փորձաքննությունը նոր հարցեր է առաջացրել։ Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղսագրվող կոռուպցիայի գործի նախաքննությունն ավարտվել է։ Դատախազության հաստատումից հետո գործը կուղարկվի դատարան։ Եվս մեկ դաժան սպանություն Երևանում, իրավապաշտպանները իրավապահների թերացումն են տեսնում։ Ռուստեմ Ումերովը ուկրաինական պատվիրակության ղեկավարի պաշտոնում կփոխարինի կոռուպցիոն սկանդալից հետո հրաժարական տված Անդրեյ Երմակին։ Քննչական կոմիտեն հաստատել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերում հենց նա է, բայց կոմիտեն հրաժարվում է ասել, թե արդյոք պարզել են ով է տեսանկարահանել արքեպիսկոպոսին եւ տարածել այդ տեսանյութը, մինչդեռ քրեական գործը ի սկզբանե հարուցվել էր հենց դրա համար։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը շարունակում է պնդել, որ տեսանյութերի բովանդակության հետ կապ չունի եւ հայտարարում, որ չի ներկայանա քննչական կոմիտե։ Մենք չենք մաքրվի, եթե շարունակենք կոծկել, արդարացնել ու գովերքել մեղքը։ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմած 8 եպիսկոպոսներ նոր հայտարարություն են տրամադրել նախորդ անգամվա պես իշխանական մամուլին։ Տարիներով կուտակված անլուծելի հարցերը, մտահոգություններն ու բարեկարգության կարոտ հիմնախնդիրները, միմյանց չլսելու մեր թուլությունը, անարդար դատողությունները, ուժի եւ ամբարտավանության դիրքերից արդարության բռնաճնշումը, վիրավորանքներն ու այլ թաքուն վերքերը բացվել են հանկարծակի եւ թվում է բոլորը բոլորի մեղքերն են բարձրաձայնում։ Ծանր ու խռովահույժ ժամանակներ են, արձանագրում են այս սրբազանները, տեսնում ոչ թե կործանվելու, այլ վերանորոգվելու իրական շանս։ Մերժենք մեղքը հորդորում են նրանք, որ ամենայն հայոց կաթողիկոսին սրբապղծության հովանավոր են անվանել, քանի որ համարում են նա կոծկում է Մայր Աթոռի դիվանապետի սրբապիղծ արարքը։ Խոսքը Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի մասին է։ Ոմանց կողմից մեղքի ամբարտավան եւ ցինիկ գովերքումը խլացնել է ջանում անխուսափելի մաքրագործման անբեկանելի պահանջը։ Եվ ովքեր են մեղքից հրաժարվելու կոչեր անում վերջին օրերին սոցցանցային հարթակներում այս եպիսկոպոսների վերաբերյալ Նավասարդ arczepiskopos Կճոյանից մինչև Առաքել arczepiskopos Քարամյան տեղեկություններ են տարածվում կից հարցադրումներով, քրեական գործերով ծանրաբեռնված կուսակրոնության, աղքատության ուխտերը խախտասներն են եկեղեցին նորոգողները։ Հայտարարությունում հերքումներ չկան։ Մեր դեմ թշնամական հարձակումները ոչ թե պիտի կասեցնեն մեզ վերանորոգման մեր ընթացքի մեջ, այլ կտրուկ բարձրացնեն մեր պատասխանատու ինքնագիտակցության չափն ու աստիճանը։ Մայր Աթոռի դիվանապետին վերագրվող տեսանյութն էր այս եպիսկոպոսների ընդվզման առիթը։ Նրանք վկայակոչում էին քննչական կոմիտեից նոյեմբերի 25-ին ստացած փորձաքննության եզրակացությունը, որով հաստատում են սրբազանն է տեսանյութում։ 4 օր անց կոմիտեից ազատության հարցին ի պատասխան տեղեկացրին, տեսաձայնագրային ու դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում հայտնված խիստ անձնական բնույթի տեսանյութերում Արշակ arczepiskopos-ն է։ Իսկ թե ով է գաղտնի տեսաձայնագրության հեղինակը, տարածողներն ովքեր են, քննչականն այս հարցերին չի պատասխանել, հիմնավորելով հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ են պարունակում։ Քննչական կոմիտեն մշտապես հանրային կարծիքի վրա փորձել է մանիպուլյատիվ ազդեցություն ունենալ։ Արշակ arczepiskopos-ի փաստաբան Արսեն Բաբայանի դիտարկմամբ քննչականը դեղին մամուլի դեր է ստանձնել, ինչը որ հանրության վրա կարող է ազդել, օրինակ, որ տեսանյութն իրական է, տարածում են, իսկ մնացածը նախաքննական գաղտնիք հռչակում։ Փաստաբանը կրկնում է այն, ինչ իր պաշտպանյալն է ասել. տեսանյութի բովանդակությունը իրականության հետ կապ չունի։ Հիմա դա AI-ով են ստեղծել, թե դերասաններով են ստեղծել, թե հատուկ դրա համար պավիլյոն են հավաքել, այդ ամեն ինչը բացարձակ Արշակ սրբազանի լուծելիք հարցը չի։ Արշակ սրբազանը հրաժարվել է քննչական կոմիտե գնալ ծանոթանալու ոչ օբյեկտիվ եզրակացությանը, ասում է փաստաբան Բաբայանը։ Պատճառները բազմաթիվ են, սրբազանը զրկված է եղել իր լիազորություններից, որ օրենսգրքով են նախատեսված։ Կարող էին ներկա լինել պրոցեսին, պարզաբանումներ տալ փորձագետին, գուցե բացառք հայտնել։ Ոչ թե փորձաքննություն, այլ քաղաքական պատվեր է համարում Արսեն Բաբայանը։ Առանձին հարց է այն, որ ըստ Բաբայանի քննչականն իրավունք չուներ այդ եզրակացությունը տրամադրել որևէ այլ անձի, այդ թվում հոգևորականների։ Հոգևորականների հետ հրապարակված փաստաթղթից տեղեկացանք, որ փաստորեն նոյեմբերի 25-ին արդեն հոգևորականներին տրամադրած են եղել եզրակացությունը փորձագիտական։ Ինքնին եզրակացությունը այլ անձի տրամադրելը
Արդեն խնդրահարույց է եւ օրենքի ակասող։ Երկուշաբթի Մայրաթորի դիվանապետը մամլո ասուլիս կտա, ենթադրվում է ոչ միայն իրեն վերագրվող սկանդալային տեսանյութերի թեմայով։ Արշակ Սրբազանի հոգևոր ծառայության կասեցման հարցը հիմա եպիսկոպոսներին բաժանել է երկու առայժմ անհավասար մասի։ Ինչ է մտածում ամենայն հայոց կաթողիկոսը, ոչ ոք չգիտի, նա այսօր մայր տաճարում էր Սուրբ Թադեոս ու Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին, որ վեհափառի կոնդակով նաև Սուրբ Գեղարդի ուխտի օր է հռչակվել։ Եկեղեցին ներսից վիրավորված է դրսից ճնշումների տակ, պատարագի քարոզում ասաց Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանը։ Մեր ժողովուրդը, մեր սիրելի ժողովուրդը գտնվում է թադողությունների և կասկածների հոտորիկի մեջ, որոնք բջում են ամեն կողմից։ Մեղադրանքին մեղադրանքով, բորբոքված խոսքին բորբոքմամբ պատասխանելով մենք մոռանում ենք, թե ումն ենք մենք, շեշտել է Դանիել եպիսկոպոսը, քարոզում մի քանի անգամ հիշել Պողոս առաքյալի խոսքերը։ Եթե մեկ անդամ դարաբում է, բոլորը միասին են դարաբում։ Մոտ 2000-ամյակ այս խոսքերն են պահպանել մեզ սելջուկներից, մոնղոլներից մինչև Սովետ միություն։ Այժմ, երբ ոչ մի կայսրություն մեր հավատքը չի արգելում, մենք խեղդում ենք ինքներս մեզ, դառնացել է եպիսկոպոսը, հորդորելով մերժել բաժանումների թույնը։ Չպետք է թողնենք, որ մեր առաքելական Սուրբ եկեղեցին վերածվի աշխարհի գառույցի։ Վերադառնանք մեր առաջին սիրուն Քրիստոսին, հոգևորականի ամփոփիչ ուղերձներ։ Վաղը վարչապետ Փաշինյանը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի է գնալու պատարագի։ Արարատյան հայրապետական թեմի ավագ քահանայից տեղեկացանք, որ պատարագիչ քահանան Տեր Արարատ Օրդոյանն է լինելու։ Նայել է աղոթքներից չեզոքացնելու ամենայն հայոց կաթողիկոսի անունը, առայժմ հստակ չէ։ Էջմիածնականների շարքերը երերում են անկանխատեսելի ուղղություններով։ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopոսը Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ հասնելուց ուղիղ մեկ շաբաթ առաջ Վեհարանի Բաքում ամենայն հայոց կաթողիկոսի հետ լուսանկարվում էր։ Եվ քիչ առաջ վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսների խումբը նոր հայտարարություն է տարածել, որով ակնկալում են, որ կաթողիկոսը մեջբերեմ սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգը եւ մեր եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի եւ այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու, սա հիշեցնեմ քիչ առաջ վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսների նոր հայտարարություններ։ Շարունակենք թողարկումը։ Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղսագրվող կոռուպցիայի գործի նախաքննությունն ավարտվել է, ըստ մեղադրանքի ապօրինի շինության օրինականացման համար սեփականատերը որոշել է գործարքի գնալ քաղաքապետի հետ, թեև կան հրապարակված ձայնագրություններ, Վարդան Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում։ Ես չգիտեմ, թե ինչի համար է, ով է այդ եզրակացությունները տվել, որտեղ է գրված։ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետին մեղսագրվող կոռուպցիայի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է հսկող դատախազին, հաստատվելու դեպքում այն կուղարկվի դատարան։ Արդեն 1.5 ամիս բանտում գտնվող Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանի պնդմամբ մի շարք ապօրինություններ են եղել, օրինակ գործի նյութերին 2 օրվա ընթացքում չեն հասցրել ծանոթանալ, դատախազությունից 6 բողոքների պատասխանը չեն ստացել։ Հարցնում է, թե ինչպես էր հնարավոր գործի նյութերից առանձնացնել Վարդան Ղուկասյանի դրվագն ու նախաքննությունը ավարտել։ Ուղղակի անհասկանալի է, ինչպես է հնարավոր մեղադրանքը, որի մեջ կա նկարագիր ենթադրյալ գործողություններ վերագրվող 3 անձի, ընդ որում բոլոր գործողությունները փոխկապակցված են։ Մեկ նկարագրված վարքագիծ հանեք, մեղադրանքը վերջանում է, չկա այլ մեղադրանք։ Ինչպես է հնարավոր, որ երկուսի դեպքում ասեն, որ ապացույցները բավարար չեն, որում ես համաձայն եմ, որ ապացույցները բավարար չէ, բայց բուն Վարդան Ղուկասյանի դեպքում համարեն, որ ապացույցները բավարար է։ Մեկ ոչամիտ ենթադրություն կա սրա հետ կապված, որ Վարդան Ղուկասյանի դեպքում ամեն ապօրինություն էլ բավարար է գործը դատարան ուղարկելու համար։ Կոռուպցիոն այս գործը Գյումրիի Գարեգին Նժդե փողոցում շուրջ 3000 քառակուսի մետր ապօրինի կառուցված շինության օրինականացման շուրջ է։ Ըստ նախաքննական մարմնի գործարարին չի հաջողվել օրինականացնել շինությունը եւ գործարքի է գնացել։ 2025 թվականի սեպտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն իր աշխատասենյակում գլխավոր ճարտարապետին հանձնարարել է հանդիպել Սևակ Գոմսյանի հետ եւ բանակցություններ վարել նրա հետ
եւ ինքնական կառույցը չապամոնտաժելու, փոխարենը պաշտոնական կեղծ փաստաթղթերի հիման վրա այն որպես նոր կառուցվող շինություն ներկայացնելու դիմաց նրանից պահանջել 10,000 ամերիկյան դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Վարդան Ղուկասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Արամայիս Հայրապետյանը պնդում է, որ Ղուկասյանի մասով առանձնացված գործը դատարան ուղարկելով խախտվում է նրա արդար դատաքննության իրավունքը, որը կվիճարկեն նաև Եվրադատարանում, եթե արդյունքի չհասնեն։ Գործը քննվում, որով քննարկվում է նրա եւ պարոն Գասպարյանի եւ պարոն Կոմցյանի մասնակցությամբ հանցավոր արարքներ։ Միած զուգահեռ նախաքննությունը իրականացվում Գասպարյանի եւ Գոմցյանի մասով եւ միած զուգահեռ այդ նախաքննության նյութերը եթե դրանք ուղարկում են դատարան։ Նշանակում է պարոն Ղուկասյանը երկու առանձին վարույթներով դատարանի առջև է կայնել, որից կարող է մասնակցել ընդամենը մեկին։ Սա ի սկզբանե արդեն եվրոպական դատարանը արգելում է նման իրավիճակները։ Սա մեկ։ Հաջորդը, պատկերացրեք պարոն Ղուկասյանի այս գործով դատաքննություն է իրականացում եւ այն անջատված գործով ապացույցներ են իհայտ գալիս, որոնք ակնհայտորեն վկայում են պարոն Ղուկասյանի անմեղության մասին։ Եվ այդ ապացույցները պարոն Ղուկասյանին հասանելի չեն։ Սա անկախ ամեն ինչից մենակ կասկածի առկայությունը բավարար է փաստելու համար, որ պարոն Ղուկասյանի նկատմամբ արդար դատաքննություն չի կարող լինել։ Ապրիլից մինչև հոկտեմբեր ձայնագրվել է Ղուկասյանի խոսակցությունները կոնկրետ վայրում, աշխատասենյակում։ Պաշտպանական կողմը նաև պնդում է, որ գործի ծավալը բավականին մեծ է, բայց իրենց չնչին մասն են տրամադրել։ Ապրիլ ամսից իդե ձայնագրել են մինչև հոկտեմբերի կեսերը ներառյալ, պատկերացնում եք, չէ՞ ինչ ծավալ է ձայնագրությունները, բայց դրա 1/10 մասն են մեզ տրամադրել, մյուս մասը ուր է։ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու օրը հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն հրապարակեց։ Փաստաբանը պնդում է, այնինչ հասցրել է տրամադրած նյութերում լսել, հրապարակվածը մոնտաժված է։ Նախաքննական մարմնի հրապարակած այդ ամբողջական, եթե նայում եք մեկ ձայնագրություն, դրա մեջ կա խոսակցություն, որը մայիսից է վերցված, կա խոսակցություն, որ հունիսից է վերցված եւ հավանաբար կա խոսակցություն, որ դրանից հետոից է վերցված, դրանից հետո դերևս չեմ ծանոթացել։ Եվ ստացվում է նախաքննական մարմինը տարբեր օրերի խոսակցությունները վերցրել կապել է իրար։ Հաշվի առնելով գործի նյութերի ծավալը, արդյոք 1.5 ամսում հնարավոր էր նախաքննությունն ավարտել ու գործը դատարան ուղարկել։ Անկեղծ ասած, այո, որտեղ իշքան երկար էր նախաքննությունը, այնքան ձեռք բերված ապացույցները պետք է վկայեին ոչ թե պարոն Ղուկասյանի մեղավորության, այլ անմեղության մասին։ Բայց քանի որ հիմա հանրային ֆոն էր ստեղծված, քանի դեռ այսպես ասած տակ էր, փորձեցին շատ արագ ուղարկել դատարան, մեծ մտավախությամբ նաև որ այս ֆոնով կկաշկանդեն նաև դատարաններին եւ իշքան հնարավոր է շուտ գոնե թեկուզ անօրինական դատավճիռ ունենալ։ Ես այս տրամաբանությունն եմ տեսում սրա մեջ։ Թե չէ այս ծավալը, երբ որ քննիչը կալանքի ժամանակ մի հատ հսկայական գործողությունների ծավալ է ներկայացնում, որ պետք է ներկայացվի եւ իրականացվի եւ դրա համար պարոն Ղուկասյանը պետք է մնա կալանքի տակ, եւ հանկարծ 2 ամիսը չլրացած, ամիս մի քանի օրվա մեջ պարզվում է, որ գործը պատրաստ է դատարան ուղարկելու։ Դա կրկին գործի լրիվության մասին չի խոսում, այլ ինչ-որ շտապողականությամբ, որը դատավարական հետևանք չի հետապնդում, այլ նպատակի հետապնդում։ Սա Վարդան Ղուկասյանի արդեն թվով 4-րդ մեղադրանքն է, մեկը պաշտոնավարման նախորդ շրջանին է վերաբերում, եւս երկուսն էլ, մեկը խուլիգանության, մյուսն էլ իշխանության զավթման կոչի հոդվածներով առաջադրվեցին 1 ամսվա ընթացքում կոռուպցիոն մեղադրանքից հետո։ Համացանցի մեկնաբանությունները իրավապահների խոշորացույցի տակ են, թե քանի հոգի է զբաղված սոցցանցերում մեկնաբանություններն այսպես ասենք սանրելով կամ քանի քաղաքացու են այդպես հետևում իրավապահները չեն հայտնում, բայց հայտնի օրինակներն արդեն շատ են։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող մի քանի գործիչներ մեկնաբանությունների համար կալանավորված են, մինչդեռ իշխանության ներկայացուցիչները, որ պարբերաբար վիրավորում են եւ սպառնալիքներ հնչեցնում ընդդիմադիրների հասցեին, նույնը շարունակում են անել առանց իրավապահների հետ խնդիր ունենալու։
Նրանք շատ հավանական է, որ դա համարում են իրենց բանուգործը։ Իրավապահները չեն հերքում, որ զբաղված են համացանցը տնտղելով։ Նրանց սուր աչքը չի դադարում սոցցանցերում փնտրել ու գտնել իշխանությունների մասին օգտատերերի մեկնաբանությունները, դրանցում քրեական օրենսգրքի խախտումներ տեսնել, ուղարկել քննչական։ Թե քանի քաղաքացի է հայտնվել նրանց ուշադրության կենտրոնում, ինչ ընթացք ունեն դրանք, իրավապահները չեն մանրամասնում։ Ազատությունը գրավոր հարցում է ուղարկել քննչական։ Խորհրդային տարիների այլախոհ քաղբանտարկյալ այժմ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն իրավապահների այս գործելավոճը համեմատում է խորհրդային ժամանակաշրջանի հետ։ Խորհրդային միությունը անցավ անցյալի գիրկը, մոռացության նույնիսկ մատնվեց, բայց պարզվում է խորհրդային մտածողությունը, դաստիարակությունը շարունակում ապրել մեր մեջ, մեր մարդու մեջ, մեր իշխանավորի մեջ։ Պակաս չեն հետևել մեզ, մեր քաղաքացուն, մեր քաղաքացու խոսքին, գործին, Քոչարյանի օրոք, Սարգսյանի օրոք, Սերժ Սարգսյանի եւ հիմա էլ Նիկոլ Փաշինյանի օրոք, որովհետեւ նրանք իրարից բացարձակապես տարբեր լինելով, իրար նկատմամբ թշնամություն ունենալով, իրար ատելով նույնիսկ շատ նման են իրար։ Վրդովված մարդկանց գրառումներ են ընդհանրապես, որոնք փոխարինում են խորհրդային խոհանոցներին։ Մարդիկ իրենց խոհանոցում զրուցում են։ Լինում էին այն ժամանակ էլ, որ զրուցողներից մեկը կարող էր մատնագրեր գրել, ենթադրենք, եւ այդ մարդուն այդ կարգի գրառումների կամ այդ կարգի խոսքերի համար հրավիրեին հատուկ ծառայություններ։ Վարչապետի ազգային ժողովի նախագահի կամ այլ իշխանավորի տեսանյութերի տակ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր մեկնաբանություններն անհետևանք չեն մնում, եթե դրանք քննադատում վիրավորում են նրանց, այնպես ինչպես խորհրդային շրջանում էր, ինչպես հիմա Ռուսաստանում է, նկատում է նախկին այլախոհը։ Եթե նրանք իշխանավոր են, ապա որևէ մեկը իրավունք չունի իրենց մասին որևէ վատ բան ասելու։ Եթե ասում են, ապա իմ ոստիկանությունը, ոչ թե պետության ոստիկանությունը, այլ իմ ոստիկանությունը, իմ հատուկ ծառայությունը, իմ ազգային անվտանգությունը կգնա նրա հետևից, կբերի նրան եւ նա ստիպված պետք է լինի կամ ներողություն խնդրել, կամ դատապարտվել, կամ անցնել դատական կամ նախաքննական քաշքշուկներով։ Առավոտ կայքի ձեռքի տակ են հայտնվել մի շարք մեկնաբանություններ, որոնք ըստ լրատվամիջոցի դարձել են քննության առարկա վարչապետին ուղղված սպառնալիքի, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հոդվածներով։ Ազատությունը փորձել է կապ հաստատել իրավապահների թիրախում հայտնված այդ քաղաքացիների հետ, դեռ արձագանք չկա։ Մինչ քննչականը կպատասխանի ազատության հարցմանը, Վարդան Հարությունյանը նկատում է, իրավապահ համակարգը փաստորեն ունի կադրեր, որոնք տնտղում են համացանցը նույնիսկ ժամերով, որ հազարավոր մեկնաբանություններից առանձնացնեն իրենց գնահատմամբ կասկածելի քաղաքացիներին ու փորձեն նրանց պատժել իրենց խոսքի կարծիքի համար։ Ոստիկանական մահակը շարունակում է մնալ նույն կույր մահակը իշխանավորի ձեռքին։ Իսկ դա արդեն ոստիկանություն չի։ Դա արդեն միլիցիա է, սովետական միլիցիա, որը ֆորման փոխել է, արտաքին տեսքը փոխել է, անունը փոխել է, ոստիկանություն, բայց ոստիկանություն չի։ Դու քեզ շատ ես համեմատում Քրիստոսի հետ։ Արի ազգովի քեզ խաչենք, գուցե այդպես պրծնենք քեզնից։ Գլենդելում բնակվող Դիանա Խեչոյանի այս մեկնաբանությունը իրավապահները դիտարկել ու համարել են վարչապետին ուղղված սպառնալիքի կոչ։ Քիչ չեն նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների օրինակները։ Դատախազներին, քննիչներին Facebook-ում վիժվածքներ անվանած փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրյալի աթոռին է։ Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանն էլ դատվում է դատավորների հասցեին արատավոր տեղեկություններ տարածելու մեղադրանքով։ Իմնեմնիմի հաղորդավարները բանտում են ազգային ժողովի նախագահի հասցեին հնչեցրած հայհոյախառն արտահայտությունների համար։ Մինչդեռ նույն Ալեն Սիմոնյանը պատասխանատվության չենթարկվեց հաղորդավարներին շանլակոտներ անվանելու, տարիներ առաջ էլ իրեն դավաճան անվանած քաղաքացու դեմքին թքելու համար։ Իրավապահները հրաժարվում են ըստ էության քննել ու պատասխանատվության ենթարկել նաև մյուս իշխանավորներին, որոնք պարբերաբար վիզը ականջը կտրելու կոչեր են հնչեցնում ընդդիմադիրների հասցեին, KGB-ի գործակալ անվանում բարձրաստիճան հոգևորականներին։ Օրինակ, վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Լևոնյանի պնդումը, թե Բագրատ arczepiskopoս-ը KGB-ի գործակալ է եւ Կրեմլից է ֆինանսավորվել, դատարանը համարել էր որպես դատողական գնահատական։ Ընդդիմադիրները սա համարում են խտրական արդարադատություն։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ արտարտնտեսության նախարար Իբրահիմ Յումակլիի հետ։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է նախարարը, նրանք քննարկել են Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ եւ առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։ Կարևորելով Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները, նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
Աբովյանում հանրությանը ցնցած սպանությունից կես ամիս էլ չի անցել եւ ահա նոր դաժան սպանություն Երևանում։ Ըստ իրավապահների, Նոր-Նորքի փողոցներից մեկում վիճաբանության ժամանակ 2 հոգի մեքենան վարել են 31-ամյա Բորիս Արզումանյանի վրա եւ նրան վրաերթի ենթարկել։ Իրավապաշտպանները իրավապահների թերացումն են տեսնում։ Երևանի Նոր-Նորքի փողոցներից մեկում օրերս սպանված Բորիս Արզումանյանի հիշատակին սև ժապավեն է փակցվել։ 31-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող 2 տղամարդիկ փախուստի են դիմել։ Քննչականն արդեն գործ է հարուցել մի քանի հոդվածով՝ խուլիգանություն, սպանություն եւ սպանության փորձ։ Երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Իրավապահներն այլ մանրամասներ չեն հաղորդում։ Նայեք, տեսեք, սպանություն կա, չէ՞։ Քանի տարի պետք է տան գան լսեն, բայց այն մահացողի վիճակը ոնց կլինի ծնողների, չէ՞ թե որ արդեն նրա ջրակը մարում է։ Շոպրոնի փողոցի շենքերից մեկի 79-ամյա բնակիչ Գրիգոր Հովանիսյանն է։ Հենց նրանց շենքի հետնամասում է միջադեպը տեղի ունեցել կեսգիշերին։ Ինքն ասում է ոչինչ չի տեսել, բայց ամեն անգամ ցավ է ապրում նման բոթ լսելիս, նեղվում է, երբ հատկապես երիտասարդները հարցերը լուծում են միմյանց կյանքը խլելու գնով։ Ինչ ցավ, նեղվածությունից, գիտեք, կա ամեն քայլափոխին խոսակցություն, վեճ, մեջ երիտասարդներն էլ չեն դիմանում, բայց ինչ ուզում են անեն, չսպանեն, մեկ էլ կներեք չբռնաբարեն մարդու։ Թե ինչից է ծագել վեճն ու երիտասարդ տղամարդկանց գիշերով տարել շենքի հետնամաս, իրավապահները չեն հաղորդում։ Հայտնի է միայն, որ վեճին մասնակցել է 4 տղամարդ։ Դեպքի վայր ազատության այցելության պահին շենքի հետնամասում ջարդված ապակիներ էին, ենթադրաբար ավտոմեքենայի։ Մամուլի հրապարակումների համաձայն Բորիս Արզումանյանը մահացել է վրաերթից, ծեսկրտուքից գետնին է ընկել, մյուս կողմն էլ մեքենան քշել է վրան։ Հենց շենքի հետնամաս նայող առաջին հարկի տների բնակիչներն ազատության զրույցում պնդում էին, ոչինչ չեն լսել։ 79-ամյա Գրիգոր Հովանիսյանը, որ քնած է եղել, նեղսրտում է։ Ասենք կռիվ եք անում, ձեռով իրար խփեք, ինչքան ով բան կլի, օրինակ կողից էլի։ Օրինակ այս շենքում եթե որ ես լինեի ասու, ես կմիջամտեի, կիշտեի, կասեի ինչ-ինչ։ Բայց մեկ այս կողմի վրա եք մնում է։ Չեմ մանում էլի, ոնց ասեմ։ Եթե որ ասենք իմ նման տարիքով մարդը մոտիկանար, կարող է հարգային ասել, որ մեծ մարդաբանակ ասել տղաներս կամոզ է ինչ-որ մի բանով, որ սպանություն չլինի, կռիվ չլինի, թեկուզ սովորական կռիվ չլինի։ Կռվում է գնացեք սահմանը կռվեք էլի։ Իրար պետք է մի սուտեք։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այս ամիս խորհրդանում հայտարարում էր, սպանությունները հանցավորության ընդհանուր ծավալում կազմում են ընդամենը 0.2% եւ հավելում, երկրում շարունակում են գերակշիռ մնալ կենցաղային բնույթ ունեցող սպանությունները։ Վերջին հանրությանը ցնցած սպանությունից կես ամիս էլ չի անցել։ Աբովյան քաղաքում օրը ցերեկով բանուկ հատվածում բազմաթիվ մարդկանց աչքի առջև խոհանոցային դանակով սպանել էին 24-ամյա երիտասարդի։ Շատ պարզ եւ բազմաշերտ պատճառներ կան, մասնավորապես եւ սոցիալական լարվածությանը եւ բաժանմանը վերաբերող հարցերը եւ այս ավարտված չավարտված պատերազմի բարոյահոգեբանական հետևանքները որպես նաեւ պատճառ, պետական ինստիտուտների անարդյունավետությունը, նաեւ պետական համակարգում համայնքների հետ կանխարգելիչ աշխատանքների ոչ բավարար լինելը։ Իրավապաշտպան Զարուհի Հովանիսյանը մեկ անգամ չէ բարձրաձայնում, որ Հայաստանը գտնվում է սոցիալական ագրեսիվ եւ քրեական ենթամշակույթի զարգացման շրջանում ու դրա արդարացման փուլում, իսկ իշխանության լռությունն ու իր իսկ կողմից ատելության տարածումն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Քաղաքական իշխանության պատասխանատվությունը հենց այն է, որ բռնության նկատմամբ ոչ թե տարբեր տիպի սեմինարների եւ տարբեր տիպի հավաքների ձևով բարձրաձայնի, այլ փորձանի նաև գնահատական տալ բռնության էսկալացիային եւ ոչ թե ինքը համամասնակից լինի հասարակության տարբեր շերտերի բաժանման եւ դրանց իրար դեմ սադրելու հարցում։ Ըստ իրավապաշտպանի իրավապահները բավարար չափով չեն կանխարգելում հանցագործությունները, ինչի հետևանքով հասարակությունը պետական համակարգի հանդեպ չունի բավարար վստահություն ու իր խնդիրները փորձում է լուծել ինքնուրույն, նաև դատաստանի միջոցով։ Միջազգային լրահոսից մի քանի թեմա։ Ուկրաինայի վրա անցած գիշեր ռուսական կողմի հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել 30-ը, տեղեկացնում է Reuters-ը, նշելով, որ ավելի քան կես միլիոն տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ գիշերային հարձակման ժամանակ ռուսական կողմը հարվածել է Կիևի եւ Ուկրաինայի 5 այլ շրջանների էներգետիկ օբյեկտներին։
це залякування Росії, обстріли. Ռուսաստանն ուղիղ ահաբեկում է մեզ։ Այս հարձակումները ուղղված են քաղաքացիական բնակչությանը, որպեսզի կառավարությունը արագ գործի այսպես կոչված խաղաղության համաձայնագրի շուրջ։ Սա իմ կարծիքն է։ Նրանք պարզապես հարվածում են քաղաքացիական բնակչությանը, որպեսզի մենք ստիպված ընդունենք համաձայնագիրը։ Ми прийняли скоріше рішення. Սա մաքուր ահաբեկչություն է, ինչպես այլ կերպ կարելի է սա նկարագրել, երբ դու եւ քո երեխաները ամբողջ գիշեր չեք քնում, եւ գրեթե ամեն գիշեր այսպես է։ Ці розговори про мир, про мирні угоди. Խաղաղություն չեմ հավատում, որ մոտ ժամանակում խաղաղություն կլինի։ Այսպիսի հարևանի հետ դժվար թե մոտ ժամանակներում խաղաղություն հաստատվի։ Ամեն ինչ օրեցօր վատանում է, ամեն օր ավելի վատ է։ На допомогу Америки. Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ չի ցանկանում խնդիրներ ստեղծել նախագահ Վլադիմիր Զելենսկու համար եւ կգնա ռազմաճակատ։ Այդ մասին հայտնել է New York Post-ը։ Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում էր ներկայացրել նախորդին կոռուպցիոն սկանդալից հետո։ Երմակը չի մանրամասնել, թե որ ստորաբաժանման կազմում է պատրաստվում ծառայել կամ երբ է մեկնելու պատերազմական գոտի։ Իսկ Ռուսաստանի հետ բանակցություններում Երմակին կփոխարինի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Ուրբաթ օրը պայթյուններ են որոտացել Սևծովում Թուրքիայի Բոսֆորի նեղուցի մոտ գտնվող երկու լցանավերի վրա, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել, հայտնում է Reuters-ը։ Լցանավերը Եգիպտոսից ուղևորվում էին դեպի Ռուսաստան, Թուրքիայի ծովային գործերի վարչությունը հաղորդել է արտաքին հարվածների մասին։ Երկու նավերն էլ ներառված են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկում, ենթադրաբար Մոսկվայից Տվերային նավատորմի մասն են կազմում։ Ուկրաինական լրատվամիջոցները հղում անելով անանուն աղբյուրներին նշում են, որ լցանավերին հարվածել են ուկրաինական դրոնները Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողության շրջանակներում։ Վրաստանում ձերբակալվել է Հզոր Վրաստան Լելո ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլին։ Լուրը հաստատել է նրա փաստաբանը։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլիսաշվիլին այսօր լուսաբացին փորձել է հրկիզել Թբիլիսիի քաղաքային դատարանի գրասենյակը։ Հայտարարության մեջ նշվում է, որ նրան դեպքի վայրում բռնել են դատարանի աշխատակիցները, իսկ Էլիսաշվիլին դիմադրել եւ ֆիզիկական բռնություն է կիրառել։ Ինդոնեզիայի Սումատրա կղզում անձրևներից հետո տեղի ունեցած ջրհեղեղների եւ սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 303-ի։ Շաբաթ օրը հայտարարել է երկրի աղետների հետևանքների մեղմացման գործակալության ղեկավարը։ Առնվազն 279 մարդ դեռ անհետ կորած է համարվում, մոտ 80,000 մարդ տարհանվել է։ Երեք ջուրը առավոտից բարձրանում էր, բայց սկզբում շատ դանդաղ էր։ Հետո հանկարծակի շատ բարձրացավ ու արագացավ։ Բարեբախտաբար իմ տունը երկրորդ հարկ ունի։ Վերցրեցինք կարևոր փաստաթղթերն ու վերև երկրորդ հարկ տեղափոխվեցինք։ Մեր մթերքն ու սնունդն ավարտվում են։ Փորձում ենք այստեղ ինչ-որ բան գտնել, որպեսզի մի փոքր ավելի անվտանգ լինենք։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն երկուշաբթի օրը ժամը 16-ից։ Հաջողություն։